Կարևորը Աստծո ճաշակով լինելն է։ Մարդկանց երբեք չես գոհացնի։ Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս։ Սիրելիներ, կարծում եմ, շատերիդ հետ պատահած կլինի այսպիսի իրավիճակ, որ էությամբ լինելով բարեպաշտ և բարի վարք ցուցաբերելով բոլորի հետ, անխտիր, բոլոր մարդկանց հետ, ում հետ որ շփում ունեք, թե տանը, թե աշխատավայրում, ձեր գտնված բնակավայրում, որքան էլ որ, այսպես ասած, մարդկանց ճաշակով եք շարժվում, այսինքն լինում են դեպքեր, երբ որ մենք թույլ ենք տալիս, որ մեր շրջապատի մարդիկ փոքր-ինչ թելադրեն մեզ, այսպես հագնվիր, մազդ այսպես արա, կամ չգիտեմ, նմանատիպ բաներ, կամ թեկուզ բնավորության հարցում, կամ թեկուզ ընկերակցությունների հարցում, որովհետև պատահում են դեպքեր, երբ որ այս կամ այն մեր մտերիմին դուր չի գալիս, որ խոսքի օրինակ մենք շփվում ենք ինչ-որ մեկի հետ, թեկուզ այն մյուս հարևանի հետ, կամ չգիտեմ, մեր բնակավայրի ինչ-որ մի ուրիշ մարդու հետ։ Դե, կարծում եմ, բոլորիս էլ ծանոթ է նման իրավիճակ։ Ես հիշում եմ ինձ երեխա ժամանակ, դպրոցական տարիներիս, այսպիսի մի հատկություն ունեի, բնավորության այսպիսի մի գիծ ունեի, ջանք էի անում, որ բոլորին դուր գամ։ Հիմա որ հիշում եմ, մի տեսակ անգամ ծիծաղելի է ինձ համար, թե ինչպես կարելի էր այդպես մտածել։ Դե դա իմ պատանության տարիների մասին է, և երբ որ ես շատ գրքեր կարդացի, իսկ ամենակարևոր գիրքը Աստվածաշունչը երբ որ սկսեցի կարդալ, ես հասկացա, որ այս կյանքում ամենակարևոր բանը Աստծո ճաշակով լինելն է, այսինքն լինել այնպիսին, որ Աստված միշտ հավանի մեզ։